Ես կրկին դուրս եմ եկել քաղաք, որ փնտրեմ ինձ սուրճի ընկեր, վստահ եմ, որ այսօր էլի գտնելու եմ լիքը լավ մարդկանց, բացահայտելու ենք իրենց, տեսնենք ինչով են զբաղվում, մի հատ իրերս արագ sense դասավորեմ ու դուրս գանք։ Սուրճը կարևորը կա, գազս կա, այսի պարտադիր, ջազվեն ունենք ու 2 բաժակ։ Հենենք տեսնենք ով կա, ինչ են անում։ Օթորսը։ Գնացի։ Ես որ գալիս էի մասի չէի պատկերացնում, այսքան մարդ է լինելու։ Էսի պետք է կենտրոն համարվի, ոչ թե լնդը։ Լստե, ինչքան մարդ կա։ Ես վստահ եմ, որ ստեղից կգտնեմ լավ մարդկանց ու մեծ հաճելի մի հատ սուրճ կխմենք ու կզրուցենք։ Հետաքրքիր է, վերջերս որտե եք տեսել, որ թերթ ծախեն դրսում։ Ինձ թվում է ինքն էլ հենց կուզի իմ հետ մի հատ սուրճ խմենք, մի քիչ բամբասենք, տենանք ինչ կա չկա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էս ինչով եք ստեղ զբաղվում։ Վաճառք, մամուլի։ Մամուլի, բայց հիմա մամուլից օգտվում եք։ Իհարկե օգտվում են։ 50 պլյուսները։ 50 պլյուսները, հա, ինձ բան չմնաց, 20 տարուց կգա։ Կարելի է միկրոֆոնը ձեր վրա դնենք։ Դրեք։ Ոչինչ, որ ձեր կողքը նստեմ, մի հատ սուրճ խմենք։ Դուք խմում եք։ Չէ, շնորհակալություն, դուք կարող եք ըմպել։ Всё, ես խմելու եմ։ Ինձ կներեք, ես իմ հետ ամեն ինչ ունեմ։ Դուք եք կարող նստեք։ Այս սա վրա եք նստում։ Նրա վրա եմ նստում։ Հենց։ Բայց սա կոֆեն դնեմ, մի հատ հասկանանք ինչ կա ստեղ, ինչ կա, չկա։ Այս եթերով են չեն նայում բանը, որ ժամին է ծրագիրն է։ Իհարկե։ Բայց հիմա էլ է տենց։ Այո։ Իսկն մարդկա սանով նայում է, թե ինչ ֆիլմ է, որ Մարդկա շատ կարող եմ ասել, ոչ բոլորն են ծրագիրը նայում են խաչբարները եւ թեմաները կարդալով։ Всё, հասկացա։ Հենց, էսի գազը սա։ Բա իհարկե, բա, էսի բաժակները սա։ Բաչի։ Հաստատ չեք խմում։ Չէ, շնորհակալություն։ Իսկ այսօր արդեն սուրճ խմել եք, հա, այսինքն։ Այո։ Մենակ եք թողում, բայց այդպես Չէ, չեն ինչի մենակ ես խմում եմ ընկերուս հետ, խմում եմ ամուսնուս հետ։ Ու վերջ։ Ու վերջ։ Ես առաջ հիշում եմ, ես ամսագիր կար, որ այնտեղ սա Իհարկե բամբասանքներ կար, աստղերից։ հիմա արդեն չեն թողարկում։ Բա որտեղից եք թազա բամբասանքներ իմանում աստղերից, չգիտեմ եւ այլն։ Շնորհակալ չեմ սիրում, ես աստղերի բամբասանքները կարդալ, իհարկե։ Էս էլ է բամբասանք, գիտեք չէ, բայց Ոչինչ, բայց ես չեմ սիրում։ Մասին չեք սիրում կարդալ։ Ընդհանրապես չեմ սիրում մեր դերասանների կամ երգչուհիների մասին թեմա կարդալ։ Կյանքից ինֆորմացիան Չեմ ստանալ։ սիրում։ Իսկ հետաքրքիր է, այսպես մարդկանց հետ շփվել։ Շատ, իհարկե շատ, որտեղ տարբեր մարդկանց հետ է շփվում։ Տարբեր մարդկանց աուրան է ճանաչում։ Ահա։ Իսկ մասիվցին ինչ-որ մի ձև տարբերվում է, օրինակ կենտրոնի կամ այլ վարչական շրջանների ապրողներից։ Ոչինչ ասեմ չէ։ 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 Ես մտածում եմ, այստեղ ավելի սրտաբաց են, չէ։ Ճիշտ ասած, մի ժամանակ էր ոնց որ փոփոխություն, բայց հիմա բոլորին նայում եք նույն համատարած բանի մեջ է։ Քանի տարի է վաճառքով եք զբաղվում։ Արդեն 10 ասենց ասեմ։ Այստեղ հենց։ Հենց այստեղ, Այսինքն ունեք այստեղ բոլորին գիտեք ով է անց է ով է։ Իսկ ես պայն կան, հա, այսինքն մի 10 տարվա հաճախորդներ, որ ձեր աշկիտ են, եկել են լավ լուրերով կիսվել են, ամուսնացել են, բա չիմացար։ Այո, շատ ճիշտ է։ Առաջին օրացին դուք եք իմանում, ստեղից չեք իմանում, էլի ձեզ են գալի ասում։ Համարյա հա։ Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ հիմա ինտերնետը են, որ ամեն ինչ գրավել է ու այս ոլորտը մի քիչ sense արդեն կորում է։ Ձեզ դա կորուստ է հենց, թե Իհարկե կորուստ է։ կորուստ է։ Իսկ այս ոլորտը ավելի Ոնց որ գիտեք ոնց քնում ասա։ Հա։ Մի ժամանակ երիտասարդներն էլ էին վերցնում գրում պատում։ Հիմա միայն 50 պլյուս։ Ես օրինակ խաչբարներ վերցնում եմ։ Խաչբար վենակ վերցնում, բայց դե կարդալը, որովհետև գիտեք ինչի օրինակ թերթ չեմ վերցնում, որովհետև այն ինչը ստեղ գրած արդեն մի քանի օր առաջ ես ինտերնետում կարդացել եմ։ Այնց է դա է։ Բարև ձեզ թերթ եք ուզում։ Տնալ թերթերից են խոսում, թե պոլիտիկայի։ Չէ, թերթերից, պոլիտիկայից չենք հասկանում։ Ես գոհ։ Չէ, չենք հասկանում պոլիտիկայից, թե չեք խոսում։ Ջայլը սուրճը խմի արդեն սառեց։ Ոչ, բայց ունենցա համով ա եղեք, ստացի։ Շատ լավ։ Ասում են ինչքան սուրճը թափում է, այնքան ավելի է համովանում։ Այո, հա բա։ Իսկ ձեր տանը սուրճ դնողով է։ Տարբեր են միշտ լինում, որովհետև լինում է երեխան է լավ դնում, լինում է ամուսինը նույնիսկ կամ ես եմ դնում, կամ ամուսինս է դնում։ Տղամարդիկ խոհանոցում ավելի լավ են։ Շատ Շատ ավելի լավ։ Մանավանդ մսի հետ աշխատել են Շատ ճիշտ է։ Իմ ամուսինը որ այո։
Իսկ այս թերթերը որտեղից եք վերցնում։ Օֆիս։ Այսինքն մարդ կա որ վերում Աչե, առաքում, ես ինքս վերավաճառող։ գնում եմ, բերում եմ իմ ապրում։ Շատ լավ է։ Իսկ բայց ձեր մոտ տեսնում եմ, օրինակ չկան նորաձևության մասին թերթեր, ամսագրեր։ Նորաձևությանը, գիտեք ոնց։ Ոչ բոլորն են նորաձևությունը ոնց որ պատվեր չեմ ունենում, չեմ բերում։ Որտեղ ոչ բոլորն են զբաղվում նորաձևությամբ։ Դե չգիտեմ, օրինակ որ sense կարթան նայեն, օրինակ այս տարի ինչն է մոդա հակնելը, որ գույնա Դա տրենդային։ արդեն լինում է աստղագուշակների մեջ, աստղագուշակ ժուրնալների։ Հավատում եք աստղագուշակին։ Ես չէ։ Ես չէ։ Բայց ինչ եք աստղագուշակում դուք։ Տարին ասեմ թե Աստղագուշակ են, ամիսը։ հույս։ Կույս։ Ես աղեղնավոր եմ։ Մենք իրար հետ լավ ենք։ Աղեղնավորն ու կույսը իրար հետ լավ են։ Գիտեք։ Ստե ունեք օրինակ հորոսկոպ մի հատ մերն ու ձերը կարդալ։ Ներկայությամբ վերջացելա չունեմ։ Աստղերը տենց ուզեցին ու Ուզում ես չիմանան։ կարդաց։ Ընտրեմ կարդա։ Բաս մեկ չունեմ։ Ժուրնալի Հիմա։ հետեից։ Հիմա կույսումն եմ կարդ։ Ես մեկ Դու քո աղեղնավորը կարդա, իմ կույսը մի կարդա։ ուր է։ Աղեղնավոր։ Ուր է, հեսա։ Կարդա քո։ Այս շաբաթ աշխատավայրում բոլորի ուշադրության կենտրոնում դուք եք լինելու։ Նու 4 կամերա նկարում է։ Բա դու ես լինելու։ Դա իհարկե այնքան էլ ձեր սրտով չէ, ճիշտ են ասում։ Կռիվ եմ արել, ռեժիսորի հետ մի քիչ առաջ կռիվ արեցի։ Սակայն չեք դժգոհի, քանի որ շատ գովասանքներ կլսեք։ Ահա, Այս մասը ձեր վրա է թողած գովասանքները։ մեծ սիրո։ Ոնց કે ձեզ ասեմ, շատ հիանալի կլինի, որ այս նկարահանումը բոլորը տեսնեն։ Բոլորը կտեսնեն։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ հյուրընկալեցիք ձեր փոքրիկ կրպակը, իրար հետ շատ հաճելի զրույց ունեցանք։ Գնամ էլի կոֆե ուզող կա, այնտեղ աչքով արեցին։ Գնամ հերթով խմելով գնանք, ապրեք շատ հաճելի է, ձեզ էլ լիքը վաճառ ու լիքը ընթերցող։ Շնորհակալություն։ Այնտեղ ոնց որ ինչ որ sense շուկայանման բան եմ նկատում, գնանք այնտեղ ոնց է լինի սուրճ կուզենան խմել, ինձ էլ հուսամ մի բան կհյուրասիրեն, միրգա բանա, չգիտեմ, հələ որ ես եմ մենակ տալիս։ Ոչ մեկ չի ուզում, ոչ կոֆե խմի, ոչ խոսա հետս, մունա դեմքով եք կանգնեցել, դա համար առևտուր չունեն, ես չգիտեմ։ Այստեղ էսի այստեղ եմ մտնում։ Բարև ձեզ։ Կարող ուզենաք կոֆե խմենք մի հատ։ Չի, կխմենք տղա ջան։ Խնդրեմ, եկեք։ Սու շատ լավ է։ Մարկուրի եկը շագան։ Մի հատ ձեզ միկրոֆոն տնեմ, եթե կարելի է։ Շիլուտիսկը տնենք, այսպես։ Իլ լուրջ եմ ասում, ես գիտեի հայերը հյուրընկալ են, բայց չէ, ընդհանրապես չէ։ Ոչ, մունատով, զունատով, ոչ մի հատ ասում են եկեք կոֆե խմեք, ոչ բան։ Ես մեզնից չէի սպասում։ Ռուսները մեր ինչն են գովում, ես էլ չգիտեմ։ Չգիտեմ, ես էլ չգիտեմ Եկեք տղա մի հատ ջան։ տենանքին, հա, ստեղ օժիտի համար է ամեն ինչ ոնց հասկացա։ Եվ օժիտի Շատ լավ է։ Իսկ դուք կոֆեն ոնց եք խմում, դառը թե քաղցր։ նորմալ տղա ջան։ Ինչ լավ է, սա դառը խմող էին, մեր իմաստն է քաղցր խմելն է, պեսոկը ինչքան վաղ չեմ օգտագործում։ Ճիշտ էլ անում եք։ Չէ, պետք է օգտագործեմ։ Պետք է օգտագործենք, ու ես օգտագործեմ։ Ես օգտագործեմ, ես առողջությունս այդքան չեմ հետևում։ Հեսա մի հատ երկու բաժակ լավ սուրճ տնեմ, այն մի աշխատակցություն անի, ինչ էր։ Անահիտ։ Անահիտ ջան, ընդ կտրտած միրգ եմ տեսել, տենց որ դրածակ փչանա, մոտեցրեք ստեղ, էլի։ Չէ, մոտեցրեք ստեղ, ստեղ է, մեզ էդի պետք է։ Այսինքն խանութները ես եմ սիրում, միշտ են որ ամեն ինչից կա, կոֆեի համար պատրաստ։ Անահիտ ջան, իհարկե անձեռնոցիկներ է պետք։ Ամեն ինչն է պետք։ Էսի դնենք վրան։ Ահա, այդպես դրեք։ Ես անգինում գտնեմ, հեսա։ Կոֆեսել հանեմ։ Պատմեք, քանի տարի է այս ոլորտում եք։ Արդեն 40 տարի։ Լուրջ։ Լուրջ։ Իսկ մասիվցիկ այս մասին ոնց են ասում, ես չգիտեմ, օրինակ այս ինչ որ հատուկ անուն ունի, այս շուկայի հատվածը, թե չէ։ Չէ, հենց մեգամոլի հետև են ասում կամ շուկայի փողոցը ինչ որ Իսկ ձեզ գիտեն ամեն դեպքում, բայց եթե 10 տարի բոլորը աստեղ արդեն մասիվի առաջի գործանողն եմ եղել։ Հա, սկացա։ Սպիտակեղենի բոլորն է ճանաչում են։ Սպիտակ եղենի, քանի հարսի սպիտակ եղեն եք տվել։ Քանի Այ ինչ է, սա մասիվի տակը դուք եք լրիվ, քրել։ լրիվ։ Հա, բոլորին։ Իսկ ձեր մոտ գնայինը ոնց է ընդհանրապես։ Հարմար գներով է, որովհետև առաջի ձեռք ենք։
Հարմար գներով տալիս են։ Իսկ բանը օժիտի ավանդույթը մնացել է, դեռ գալիս են օժիտի համար sense առնում։ Գալիս են, բայց հիմա տենց չի, առաջվա նման չի։ Հիմա փողն են տալիս, ով ինչ ուզում են անում։ Իսկ առաջ տրնդեզ իր տեղ ուներ են այնտեղ այն ժամանակ հերթի տակ գործ են կարել։ Հիմա սկի չենք էլ անում։ Իսկ լինում է այդտեղ որ մամա աղջիկ կան, մաման լրիվ ուրիշ ճաշակ ունենա, աղջիկը լրիվ ուրիշ, մի հատ այդտեղ կոնցերտ։ Ընդհանրապես հիմա տենց էլ կա։ Մի քիչ տարիքով ուրիշ ճաշակի է, երիտասարդը ուրիշ ճաշակի է։ Օրինակ իմ տարիքի կանայք սիրում են սպիտակի վրա անկողինը, բաց գույների մեջ, բայց մի քիչ արդեն երիտասարդ որ գնում են 20-25 տարեկան, նրանք սիրում են մուկ, սև, քյոմուր, կեղտակորուս, ոչն լավ է։ Հա դե որ շուշ լավ։ Հա, Ես կողմ եմ այդ դրան, որ շուշ լվացվի։ Որտե սպիտակը միանգամից մի բան երևում է, վրան պետքա ու տպավորությունը իրոք շատ բայց գիտեք որ սպիտակի վրա ավելի ճիշտ է քնելը, քան թե մուկ գույների մեջ։ Ինչով է ճիշտ բայց։ Չգիտեմ, ես չեմ սիրում։ Ես մուկ գույն չեմ սիրում։ Հələ մի հատ sense ինտիմ հարց տամ, Կարմիր խնձորի համար գալիս են սպիտակերեն հատուկ այդ օրվա։ Չէ, Կարմիր խնձոր, մնձոր։ Էլի թափած կոֆեն։ Էսի լավ նշան է, չէ՞ կոֆե թափելը։ Շատ։ Էդի առևտուրը, Իսկ ինչ է կարծում հիմա այդ Կարմիր խնձորի պահը կա դեռ։ Ես լսել եմ որ էլի կա։ Այդի ես ինչ իմանամ տղա ջան։ Այսինքն դե մեջի ով է Կարմիր խնձորի համար գալի ասում Կարմիր խնձորի բան տարից մաղարիչ։ Չէ, դες չկա։ Արա մոտից տարած սպիտակեղենը ավիրել են։ Ապրես չգիտեմ 1000 տար։ Հիմա ամուսնացնում են, ընդ հարսանիքն անում են, այդ գիշեր գնում են կամ Ծաղկաձոր կամ գնում են բան Եգիպտոս։ Էլով է Կարմիր խնձորի սպասում կամ բան։ Այսօրվա Այսօր մենք շատ ժամանակակից ենք։ Տղան ուզում է, թող ուզի։ Ուզում է Կարմիր խնձորը լինի, ուզում է չլինի, ինքը սիրում է, ապրում է, թող ապրի այդ աղջկա հետ։ Ես հարց տամ։ Ամուսնացած ես տղա ջան։ Չէ։ Ման չի ես ամուսնանում։ Դե մամ, չգիտեմ։ Բայց դուք ոնց եք հիմա ես 30 եմ ու էլ չեմ ուզում։ Բայց արդեն ձեր ժամանակն է։ Բայց ինչով է ժամանակ։ Դու գիտեք հիմա ես ձեզ ասեմ, ինչքան որ մեծանաք, այնքան ավելի էգոիստ եք դառնում։ Հա, էդի հա։ Ջայ ժամանակ այդքան չեք զգում։ Հետո ասում եք, վայ քիթը ծուռեր, բոյը կարճ էր, շատ ծիծաղեց, քիչ ծիծաղ, ամեն ինչը, այդ ժամանակ դուք մենակ մինուսներն եք տեսնում աղջկա մեջ, ուրիշ ոչ մի բան չեք տեսնում պլյուս։ Իսկ ջահել ժամանակ ոչ մի բանը չեք նկատում։ Ես իրականում սենց եմ մտածում, ես ուզում եմ միանգամից ում էլ որ բերում եմ ինձ կին, ապահոված բերեմ միանգամից, այսինքն ինքը լինի տնով, ապահովագրված լինեք ամեն ինչով, դա ճիշտ մտածելակերպ է։ Որ երեխա ունենանք իրան հետ չդժբախտացնենք իրեքով, տանջվենք, չգիտեմ, սենց լողում եմ էլի տեսնենք, յանի ինձ էլ հերթ էին կանգնել ուզելու, ես էլ ուզում։ Ինչի լավ էլ տղա ես, ինչ ա եղել։ Տեղս չգիտեմ։ Տեղը չգիտեմ։ Դրա համար եմ բլոգեր դառը, հայտնի եմ դառը, վիդեոն եմ գցում, գոնե տեսնեն, չի աշխատում։ Էդ էլ չի աշխատում։ Տենում են, խնդում են, ասում են, ես ինչ հավես տղա, ինչ հավես, լավ ամուսին, բան, գոնե գրեն, ծանոթանան։ Դուք առաջի քայլ կանեիք, օրինակ։ Գիտեք ինչ, այն ժամանակվա որ գնում եք, այն ժամանակ մի քիչ ուրիշ ձև էր։ Հիմա դաժե աղջիկը կարա առաջարկություն էլ անում։ Բայց այն ժամանակվա Եթե գիտես ինչ ամոթ բաներ, որ աղջիկն ասի, գիտես դու ինձ դուր ես գալիս։ Հա, всё։ Դու եթե գիտես, հա, վերջ։ Այն ժամանակ չէիր կարա, այն ժամանակ մենք մի քիչ ուրիշ ձև ենք եղել, մենք ավելի փակ ենք եղել։ Իսկ հիմա հավանում եք երիտասարդությունը ընդհանրապես ոնց է մտածում։ Ընդհանուր։ Գիտեք ինչ, ապրելակերպը բան կա չեմ հավանում։ Հասկաց։ Բաներ կա, իրոք հավանում եմ, լավ երիտասարդություն ունենք, բայց բաներ էլ կա չեմ հավանում։ Բայց կտրուկ չեք, փորձում եք օրինակ հասկանալ ինչ է սենց անում։ Չէ։ Հասկաց։ Չէ, կտրուկ չեմ։ Խնձորեցելուտ եմ մենք էլ ենք, տեսնենք էլ ինչ կա։ Ապելսին էլ, երեխեք արեք էլի։ Հələ նկարում ես դու տղա ջան։ Չունի ստոպ։ Հա։ Թողես հան նկարի։ Հավաքեմ, ինչի շլով խնձոր էր։ Վայ կերբալես։
Ինչ շարունակում են մերժել ու մերժել, ոչ մեկ չի ուզում կոֆե խմել։ Լավ է, այն երկու օգուն էլ գտա։ Ու ընդհանրապես վերջին ուզում եմ ես մենակով խմեմ ու գնամ, հենց հենց դե։ Ընտիրա, ով կուզի, չեն ուզի, ես կոֆես կխմեմ իմ։ Ես մարդ ես։ Աթոռ կա։ Քանի հյուր չունեմ, ես հարմար աթոռին ես կնստեմ։ Ասա սաղորը ստեղ աշխատում եք ձեր համար, նստած եկեք մի հատ կոֆե անենք էլի։ Սրտաբաց չեն էլի մարդիկ, սրտաբաց չեն։ Ես կոֆե եմ դնում։ Դնեմ։ Արի դե։ Արի։ Սկզբից ջղանացած ասեցի, ես ասում ես գնաս տեղից։ Արի։ Եթե կարելի է ձեզ միկրոֆոն տնեմ։ Ձեզ դու սա խառնեցի իրար։ Ոնց կուզեք։ Կոֆեն ոնց եք խմում, դառը, քաղցր։ Ոնց դնեք։ Ոնց տնենք, քաղցր տնեմ, էլի խնդրում եմ։ Դիր, Եթե կարելի է։ կարելի է։ Իսկ լավն է։ Հա։ Հա։ Այս շինանտի խանութում եք աշխատում։ Այո, Մենակ դուք եք։ այո։ Յո, համելա։ Շինանտից հասկանում եք, Ամեն այսինքն։ ինչից։ Յո։ Դա Խանութը ձերն է, թե աշխատակից եք։ աշխատակից եմ։ Բայց ամեն ինչ հասկանում Այո։ եք։ Կարում եմ։ Ունեք Օխ։ Իմ կիշը ունքերներս խանձեցինք, բայց դե։ Ոչ չի։ Իսկ ձեր տունը ռեմոնտ արել ես դու։ Այո։ Դու ինքը ցենց ինչ որ Այո, ստաշկա է հավես է, բանը։ դա տեքստ։ Ձեր խանութից ես օգտվել։ Չէ։ Այ Եմ չի աշխատում։ Չէ, ինչ որ ուրիշ խանութից Դե օգտվել։ հա, բա։ Ինչև կոֆեն կլինի։ Դու 5 տարի ես ոլորտում ես, այսինքն Այո։ մի 1000 մարդ ես տեսել, ովքեր 1000-ից ավել, ովքեր ռեմոնտի մեջ են։ Այո։ Ինչ sense միֆեր կա, որ ըստ քեզ տղամարդիկ մտածում են, որ մենակ իրանք կարան անեն, բայց դու էլ լրիվ հանգիստ կարաս անես։ Ջեռուցումը, ասում են մենակ տղամարդն է հասկանում, տղամարդն է կարողանում անի։ Տանջերուցումը։ Հա, Բայց դրանց դե դժվար- հասկանալուն ո՞րն է, որ տղամարդը կարող է։ Դե չափագրումները հիմնականում միշտ տղամարդիկ են անում։ Բայց ավճիշ սարքն է անում, բայց Չէ, սարքը չի անում, այնտեղ քառակուսին հաշվում ես, քանի քառակուսիում է քեզ պետք պարը, ինչ ջերմաստիճանը հաշվել պետք, բա գումարը։ իհարկե, քանի քառակուսում քանի հատ ինչ կաթսա պետքա տեղադրես։ իսկ լինում է, որ օրինակ գալիս են ինչ-որ բան են հարցնում, դու ես առաջ գալի, որ պատասխանես, իրանք քեզ չեն վստահում Հա, օրինակ։ ասում են տղա չկա, ասում կա, ես եմ։ Տղա էլ ստել եմ ես, ընդել եմ ես։ Ընդել եմ ես։ Այսինքն այդ խտրականությունը մեկը զգացել ես։ Բա միանշանակ։ Ու sense իսկ լուրես պայքար եթե եղել է որ կոպտել ես օրինակ։ Չէ, ոչ մեկին չեմ կոպտել։ Ամփերատար տարել եմ։ Լուր ու հասել ես նրան որ նույնիսկ կարող է զանգել լինում է ռեմոնտի ընթացքում օրինակ զանգել անունը չեմ հարցրել Լիլիթ Ռաֆո շատ հաճելի է ներես իսկ եղել է որ իրանց ռեմոնտի ժամանակ վերանորոգման ժամանակ զանգեն քեզ ասեն Լիլիթ ջան մի հատ այս հարցով բանը ինչ կասես ինչ խորհուրդ կտաս լինում է այդպես զանգել հաճախորդներ կա որ զանգում են Հա։ իսկ օրինակ որ ձեր տանը բանա փչանում քեզ են ասում թե օրինակ Չի տանը ասում ես ուսուս հելում սարքում եմ։ չի Տենում հաս եմ որ փչանում է, սարքում եմ։ իսկ դու մասնագիտություն ունես թե Այո, Եվ իրավաբանական։ իրավաբանը ու ոնց եղավ որ որոշեցիր շինանյութի ոլորտում աշխատես բայց իրավաբան չես ուզում աշխատես Չէ, հոգնեցի այդ ոլորտից։ իսկ որպես տեղ աշխատող ես sense եմ լսել որ երբ որ շինանյութի խանութ գալիս են ամուսիններ թվում է թե տղամարդն է որոշում ինչ պետք առնեն բայց մեկը կինն է ասում գույնել ամեն ինչով Միանշանակ։ ամուսինը կողը յանի ինքը որոշեց էլի կարող Ինը ամեն կանգնում է պատի տակ, ինը որոշում է, վերջում ամուսնը հանում է դրամապանակը վճարում է ու դուրս է գալու։ ասա լավն էր կոֆեն Շոտ համով էր, շոտվանից չէի խմել։ ապրես որ վրես ջղայնացար ճիշտ է մտածում եմ հանում լարում ես բայց չէ միացար կոֆե խմենք ապրես շատ Ձեզ էլ մեսի։ թե ինչ գնացի ապրես շատ գնացինք շատ հաճելի է չգիտեմ այսօր մերժումներ շատ ստացա բայց ամեն դեպքում դրական մարդիկ համաձայնվեցին հետս խոսան իսկ դուք ունեցեք քաղցր որովհետև հաջորդը գալիս եմ ձեր մոտ կոֆե խմելու ու հանգարց չասեք